Պարոն Մանասերյան, նախ շնորհակալ եմ հարցազրույցին համաձայնելու համար։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Ինչը իրենից ենթադրում է սահմանափակումների չեղարկումը Հայաստանի համար, սա ինչ նշանակություն ունի։ Նախ եւ առաջ չեղարկումը պայմանավորված է երկկողմ հարաբերություններով, որտեղ Հայաստանը չկա։ Դա Ադրբեջան-Ղազախստան հարաբերություններն են։ Ես քանի որ տասնամյակներով շատ սերտ կապեր ունեմ Ղազախստանի հետ եւ Ղազախստանի Հանրապետության դեսպանատունը շատ ակտիվ գործում է Հայաստանի Հանրապետությունում եւ ի տարբերություն մեր կառավարության ավելի շատ է լսում փորձագիտական կարծիք, մասնագիտական։ Նաեւ հակառակ կողմը կամ շատ լավ տեղեկացված եմ, թե Ղազախստանի իշխանությունները, թե ներկայիս, թե նախորդ ինչ ակտիվ քայլեր են ձեռնարկում Ղազախստանը դարձնելու տարածաշրջանային կենտրոն, որը դե ֆակտո արդեն կայացել է։ Ուզում հիշեցնել, որ Ղազախստանը Աստանայում հիմնել է Ղազախստանի ֆինանսական շրջանակները, հաջողեցին, կարողացան հիմնել միջազգային ֆինանսական կենտրոն, արդեն 8 տարի է գործում է։ Իսկ դա համատության համար Նյու Յորք, Լոնդոն տարբեր ֆինանսական կենտրոնների հետ են համագործակցում 24 ժամյա ռեժիմով։ Կարող եք պատկերացնել, թե ինչ լուրջ հաջողություն է։ Իրենց ապրանքների արտահանումը արտերկիր, ներմուծումների իրական դիվերսիֆիկացիա։ Այսրան Ղազախստանը կարողացել է հասնել եւ իհարկե ունեն խնդիրներ, դա համախառն ներքին արդյունքի դիվերսիֆիկացիան է, որ պետք է անեն, բայց այս պարագայում Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները, բանավոր պայմանավորվածությունները արդեն 5 տարուց ավելի է որ կան եւ պահանջները բացելու ենթակառուցվածքները, ճանապարհները, որպեսզի իրեն կարողանան այդ թվում Հայաստան եւ այլ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնեն առանց արգելքների, այնպես որ սա Ղազախստան-Ադրբեջան տնտեսական դիվանագիտության արդյունք է։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարողանան գոնե մեկ փաստարկ բերել, որ իրենք երբևէ մասնակից են եղել դրան, որևէ կերպ բանակցել են, հատկապես արգելքները հանելու խնդրին, ես շատ ուրախ կլինեմ որպես փորձագետ ծանոթանալու այդ աղբյուրներին, այդպիսի աղբյուր չկա այսօր։ Այսինքն մենք կարող ենք միայն դիտարկել, թե երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունը ինչպես է ազդել Հայաստանի վրա կամ ինչպես կարող է ազդել։ Իհարկե դրական պետք է գնահատենք, որովհետև ցանկացած կոմունիկացիաների բաց լինելը շատ ավելի նախընտրելի է կասկածից վեր է, քան շրջափակված կամ կիսաշրջափակված վիճակը։ Ինչ կարող է դա տալ Հայաստանին, բնականաբար բազմազանեցում ներմուծման աղբյուրների հացահատիկը ոչ միայն այս դեպքում շատ կարևոր ռազմավարական ապրանք է, բոլորս հասկանում ենք, որ 90%-ից ավելին ներմուծել ենք Ռուսաստանից մինչ օրս, դա չի նշանակում, որ պետք է դադարեցվի կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, դա նշանակում է, որ մենք որակի, գնի, պայմանների առումով կարող ենք ավելի լայն հնարավորություններ ունենալ։ Երկրորդը, կարող ենք ակնկալել նաև Ղազախստանի հետ ավելի ակտիվ առևտուր, ինչի մասին միշտ խոսվում է, բայց մենք շատ մեծ առաջընթաց չունենք այստեղ։ Ղազախստանը պրոակտիվ քաղաքականություն է վարում եւ ակնկալիքներ ունի, որ նաեւ Հայաստանը ոչ միայն կընդունի իր ապրանքները ղազախական, եգիպտացորեն տարբեր եւ այլ ածխաջրածիններ, գազնավթ եւ այլ նաեւ կստանա Հայաստանից ավելի շատ գիտելիքահենք ապրանքներ կամ գիտատար ճյուղերից ստացված արդյունքներ։ Եվ այստեղ մենք կարող ենք շատ լուրջ գործընկեր լինել Ղազախստանի հետ։ Կարծում եմ, որ ուրանի ներմուծումը Ղազախստանից նաև գոնե տեսականորեն այսպիսի հնարավորություն է ընձեռվում, չնայած ուրանը քիչ ասել ռազմավարական հումք է, այստեղ անպայման պետք է ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի Դաշնության հետ լինեն փոխհամաձայնություններ, բայց չի կարելի մի օրից մյուսը կտրուկ անցումներ կատարել մանավանդ ուրանի օգտագործումը ատոմակայանում, պետք է մենք նաև հիշենք, որ
հանձնված է ֆինանսական կառավարման Ռուսաստանի Դաշնությանը։ Այսինքն չի կարող կառավարիչը մեկը լինել, հումքը որ օգտագործում մեկ ուրիշ բան։ Այսինքն այդպիսի դեպք համաշխարհային պրակտիկայում չկա։ Բայց ընդհանուր առմամբ, եթե այս ապրանքները մի կողմ դնենք, ապա մնացած մեղմ ասած ոչ ռազմավարական բնույթի ապրանքները իհարկե ունեն ավելի մեծ հնարավորություններ ապրանքափոխանակության, արքի, վաճառքի, ներմուծման, արտահանման, ինչպես կուզեք։ Եվ բացի դրանից մեզ համար ճանապարհ է բացվում դեպի միջինասիական երկրներ, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղստան, այս ամենը միայն կարելի է դրական համարել։ Երրորդ կարևոր հանգամանքը դա այն է, որ Եվրասիական տնտեսական միությունը մինչ օրս դիտարկվում է միայն Հայաստան-Ռուսաստան, գոնե Հայաստանում այդպես է գնահատվում այդ մոդելով եւ վիճակագրությունն էլ փաստում է, որ Հայաստանի առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի հետ դրանից հետո հաջորդում է որոշ չափով Բելարուսը, շատ ավելի նվազ չափով արդեն Ղրղստանը, Ղազախստանը միջին այսպես դիրքերը գրավում եւ այդպիսով կարելի ասել սահմանափակվում է մեր ամբողջ հնարավորությունների ներկապնակը։ Այս պարագայում կարծում եմ, որ հնարավորությունները մի քիչ ավելի ընդլայնվում են եւ իբր փորձագետ ես դա դրական եմ գնահատում։ Դրական կողմերի մասին խոսեցիք, իսկ ռիսկեր պարունակում է, թե իհարկե ռիսկեր կան։ Առաջի կարևոր ռիսկը դա քաղաքատնտեսական տեսանկյունից եթե նայում ենք, դա անպայման Ադրբեջանի կողմից վերահսկողության գործումն է։ Միամտություն կլինի սա անտեսել, որովհետև Ադրբեջանը իր հերթին առաջնորդվում է պանթուրանական ծրագրով։ Պանթուրանիզմն էլ իր հերթին ունի շատ հստակ փաստաթուղթ Կարմիր գիրքը Թուրքիայի, որը ոչ մեկին չի կարող հասանելի լինել, անգամ Թուրքիայում միայն վերնախավի մի մասը կարող է տեղյակ լինել։ Դա ռազմավարությունն է Թուրքիայի զարգացման հարյուրամյակների համար նախատեսված եւ Ադրբեջանը դիտարկում է միասնական այդ քաղաքականության կրող եւ բնականաբար նաեւ վերահսկողությունը Թուրքիան եւ Ադրբեջանը միասնաբար իրականացնելու, այսինքն չի կարող լինել օրինակ փոխշահավետ կապ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ, որը չնչին անգամ չափով հակասի կամ չհամընկնի Ադրբեջանի շահերի հետ։ Դա ուղղակի պետք է բացառել եւ ժամանակակից աշխարհում չտեսնել այդ կապը, որ կարող է ապագայում լինել եւ այսօր էլ առկա է։ Ռիսկերը բավական շատ են նաեւ այն առումով, որ միայն ավտոճանապարհներով փոխադրումները անընդհատ կարող են վտանգվել տարբեր պատճառներով, սա եւս դեռևս չի փորձարկված, մենք չունենք այդ անկախության տարիների փորձը, որ ասենք, տեսեք ինչքան հաջող կարող է դա տեղի ունենալ։ Մենք պետք է փորձենք նաեւ այլընտրանքային ճանապարհներ օգտագործել Իրանով, այդ թվում Միջին Ասիայի հետ կապվելու եւ ոչ միայն Միջին Ասիայի, այլ նաեւ Մերձավոր Արևելքի երկրների հետ, արաբական աշխարհի հետ, մեր հարևան Իրանի հետ նույն դիվերսիֆիկացիան առնչվում է առաջին հերթին հարևաններին, Վրաստանի հետ, դա չի նշանակում, որ մենք այնուամենայնիվ այն համաձայնությունը, որ ձեռք է բերվել, ենթադրում է Վրաստանով ապրանքների մուտքը Հայաստան, անմիջապես Ադրբեջանով չէ։ Եվ այլն, բազմաթիվ են, այստեղ պետությունը անելիք ունի, կառավարությունը անելիք ունի, հաշվարկներ պետք է կատարեն եւ ներկայացնեն հանրությանը առաջին հերթին գործարարներին, թե որքանով դա կկրճատի իրենց ծախսերը եւ որքանով շահավետ կլինի սպառողի համար։ Հենց դրա մասին եմ ուզում խոսենք, պատկերացում ունենք մենք, թե ինչ ճանապարհով է այդ բեռը գալու եւ հասնի Հայաստան։ Եվ դա մեզ դեռնտու է, թե չէ այդ ճանապարհով, ավելի է երկարում, թե այն ճանապարհը, որ մենք այսօր ունենք, դա Ադրբեջանով, Վրաստանով, Հայաստան մուտք գործող ապրանքների համար նախատեսված ճանապարհն է։ Շատ ավելի կոնկրետ կառավարությունը պետք է այդ քարտեզը ներկայացնի։ Առայժմ ես դա չեմ տեսել։ Ոչ միայն քարտեզը ներկայացվի, այլ նաև ինչպես է տեղի ունենալու մաքսազերծում, ինչպես են ստուգումները իրականացվելու եւ այլն, բոլոր մանրամասներով։ Եվ ի վերջո դա արդյոք հարվածելու է այս ամենը, այս ամբողջ ողջավորությունը։ Արդյոք դա հարվածելու է մեր գլխավոր
ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին։ Եթե դա այդպես լինի, ապա ոչ միայն տնտեսական առումով եւ քաղաքական առումով մենք կտուժենք, այլ նաեւ պաշտոնական փաստաթղթերում պետք է վերաձևակերպում լինի։ Այդ վերաձևակերպումը չեմ կարծում, որ շատ հեշտ լինի։ Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ մի քանի տասնամյակ է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական դոկտրինա հետևյալն է ասում. Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է։ Վերջակետ, Հայաստանի Հանրապետությունը զարգացնում է կապեր աշխարհի բոլոր երկրների հետ, ստորակետ, որոնք չեն հակասում ռազմավարական գործընկերությանը։ Բավական գրագետ ձևակերպում է քաղաքական եւ դիվանագիտական առումով, եւ եթե նոր զարգացումներ են լինելու, եթե առյուծի բաժինը որևէ ապրանքի ռազմավարական նշանակության պետք է ոչ Ռուսաստանից լինի, կարծում եմ, որ պետք է այստեղ համաձայնություններ լինեն, որպեսզի սուր շրջադարձեր չլինեն եւ տհաճ անակնկալներ չլինեն, կարծում եմ, որ պայմանավորվածություններ քաղաքական եւ տնտեսական պետք է լինեն Ռուսաստանի Դաշնության հետ եւ նաեւ հեռատեսություն ունենալու համար պետք է երաշխիքներ ունենանք նոր գործընկերների հետ կապերում։ Եվ ստացվում է, որ դելիմիտացիան պետք է արագացնենք, որ անցակետեր կարողանանք տեղադրել, որոշենք ով է ստուգում, ինչպես է ստուգում։ Դելիմիտացիան այս դեպքում ուղղակի առնչություն չունի, որովհետեւ դելիմիտացիան ամբողջ սահմանի երկայնքով պետք է տեղի ունենա։ Դա զուգահեռ գործընթաց կարող ենք դիտարկել, բայց անցակետերը եւ կանոնակարգը ինչ չափորոշիչներ որ երկրների օրենսդրություններով ես արդեն նշեցի Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով Հայաստանն ու Ղազախստանը կարող են մի պայմանավորվածություն ունենալ։ Երրորդ, չորրորդ երկրներով անցնելով պայմանները կարող են տարբեր լինել։ Դրա համար բոլոր 4 երկրների միջև պետք է լինի հստակ կանոնակարգ։ Օրինակ անվտանգության թեմայով, եթե օրինակ այդ բեռնատարները ասեն թալանեն ճանապարհին, ով պիտի եւ անվտանգության եւ ապահովագրության, դա ապահովագրությանն է առնչվում։ Ամբողջ լոգիստիկային, պատասխանատուներ, ժամկետներ, անցակետերում որքան առավելագույն ժամկետ եւ ինչ պահանջվող փաստաթղթեր են պետք, որպեսզի դա չերկարի ստուգումները։ Եթե այդտեղ խնդիրներ կան, անպայման դրանք լուծել են, որովհետեւ միջազգային իրավունքը գերակա է ամեն դեպքում եւ առանձին երկրների ազգային տնտեսությունների կարգավորման օրենսդրությունից եւ նույնիսկ տարածաշրջանային բնույթ կրող, ինչպես ասենք Եվրասիական տնտեսական միությունը կամ Եվրամիության հետ, եթե մենք ավելի ակտիվ կապեր զարգացնենք, անպայման միջազգային իրավունք ավելի գերակա է դասվում։ Եվ ըստ էս, որ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այդ սահմանափակումները վերացվում են։ Հենց նրա ասելով, այսինքն պետք չի ազգային ժողով դա հաստատի եւ այլն, թե եթե նա հայտարարեց, ուրեմն այդպես է լինելու են, վերացվելու են դրանք։ Ադրբեջանը մեղմ ասած չի կարող դասվել ժողովրդավարական երկրների շարքին, բայց այդ տպավորությունը պետք է ստեղծի արտաքին աշխարհի համար, ուրեմն ամբողջ ընթացակարգերով Ադրբեջանի Հանրապետության ակնկալվում է, որ պետք է գործընթացներ լինեն, բայց սա արդեն նշանակում է նախագահական երկրի մասին է խոսքը, նախագահի հայտարարությունը ինքը արդեն կարևոր մեսեջ է եւ իրենց օրենսդիր մարմնին եւ գործադիր մարմնին, որպեսզի դա համապատասխան արդեն ձևակերպումներ ունենա։